Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Էդգար Ղուշչյան 5-րդ տալիք։ Պարոն Ավինյան, հիշում եք Երևանի Երևանի այս տոներին Նուբարաշենի աղբավայրը բռնկվեց ու այդ ծուխը ամբողջ մայրաքաղաքում տարածվում էր։ Դուք գնացիք Նուբարաշեն, հետո վերադարձաք ու կեսօրից հետո տեսահաղորդով հայտարարեցիք, որ դա դիտավորություն էր։ Ու դիմել էիք ներքին գործերի նախարարին, ԱԱԾ պետին, որ այդ դիտավորության հեղինակը բացահայտվի։ Արդեն անցել է 2.5 ամիս, բացահայտվեց ի վերջո ով էր դիտավորության հեղինակ եւ առասարակ մարդկային գործոն կար, այստեղ թե չէ, բռնվել է, այսինքն հայտնաբերվել է մարդը։ 2-3 օր անց ոստիկանությունից հայտնեցին, որ որևէ մեկին չեն բացահայտել ու չկա։ Կա հիմա այդ մարդը թե չէ։ Ասեմ նախ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չոտնահարելով արձանագրեմ, որ Նուբարաշենի աղբավայրում այդ դեպքից 1-2 օր առաջ պահակներին մոտեցել եւ շատ տարօրինակ նախադասություններ էր ասվել, մասնավորապես, որ շուտով այստեղ բան է փոխվելու եւ այդ կարծում եմ շատ տրամաբանական էր մեր այն ենթադրությունը, որ այդտեղ կա մարդկային գործոն։ Մեր գործողությունները ասեմ ավելի շատ, թե մենք ինչ ենք իրականացրել դրանից հետո, մենք խզել ենք այն պայմանագիրը, որ ունեինք այդտեղ տնտեսվարողի հետ, որը իրականացնում էր, այսպես ասած, աղբավայրի կառավարումը, ամբողջությամբ այդ կառավարումը վերցրել են քաղաքապետարանի ձեռքը։ Արդեն նշեցի, որ բոլոր մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաների համար սահմանվել է հստակ վճար, որը վճարում է արդեն մեր նոր աղբավայր ՓԲ-ին, կահավորվել է ամբողջ աղբավայրը, տեղադրվել են անցակետեր, տեղադրվել են տեսահասկման միջոցներ, տեսախցիկներ ամբողջ Նուբարաշենի աղբավայրով։ Հարթակը ամբողջապես հարթեցվել է եւ իրականում հիմա այսօր Նուբարաշենի աղբավայրը համեմատած մի քանի ամսվա հետ հենց հեղափոխական մասշտաբների փոփոխություններ ունենք, այսինքն եւ կառավարման տեսանկյունից եւ ընդհանուր ենթակառուցվածքի բարելավման տեսանկյունից եւ այն որոշումները, որոնք որ կայացվել են այն ժամանակ, հիմա վստահորեն կարող եմ ասել, որ ճիշտ են արվել, անկախ նրանից այրել էին աղբավայրը թե չէին այրել։ Ինչ Կա ինչ-որ մեկը այս գործով անցնող թե չէ։ Ես քրեական գործով ինքս չեմ զբաղվում եւ չեմ հետաքրքրվում։ Ես կարծում եմ այն արդյունքը, որ արձանագրվել է այդ աղբավայրում կրակի չասեմ լավ ձևակերպումը չտամ, բայց ամեն դեպքում այդ հրդեհաշիջման աշխատանքներից հետո մեր կողմից այն ինչ որ մենք պետք է անենք, մենք ամբողջ ծավալով իրականացրել ենք եւ այդտեղ ենթակառուցվածքի առումով ամբողջը փոխվել է։ Շանթերստանգերություն Տիգրան Հովակիմյան, պարոն Ավինյան, մոտ 1 ամիս առաջ կառավարության նիստին վարչապետը հանձնարարեց խմբեր ստեղծել, մեկը աղտոտվածության օդի որակի հետ կապված, որի մասին խոսեցիք, մյուսը խցանումների մասով։ Քաղաքապետարանը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել եւ դրանք երբ կլինեն տեսանելի, եւ մյուս հարցը կոնդի թաղամասի մասով 2026-ին ինչի սպասեն կոնդեցիները։ Շնորհակալ եմ։ Իրականում ավելի օդի որակի հետ կապված քննարկման շրջանակը վստահորեն պետք է ավելի լայն լինի, քան միայն քաղաքապետարանը, որովհետև անկեղծ ասած օդի որակի հետ կապված խնդիրները մի կողմ դրացել է Երևանի քաղաքապետարանը, որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետության միայն նույնիսկ մեր ընդհանուր կառավարության եւ բոլոր մարմինների լիազորությունների եւ տիրապետության տակ չի, բայց մենք միասնական ջանքերով որոշակիորեն խնդիրը կարող ենք մեղմել, որովհետեւ խնդիրները ինչու մեր տիրապետության տակ չի ամբողջ ծավալով, դեռևս այդ աստվածային, այսպես ասած, կարողությունները որևէ մեկս չունենք եւ բնակլիմայական պայմանները կամ կլիման կառավարելու ունակությունը դեռևս չունենք, ինչ որ երկրներ տես փորձեր կատարում են, դեռևս իրենց մոտ էլ շատ լավ չի ստացվում, բայց ինչ որ ծրագրեր, որոնք որ մեր քառամյա ծրագրում կան, օդի որակի հետ կապված, վստահորեն մեղմելու են քաղաքում օդի որակի հետ կապված խնդիրները։
Խցանումների եւ օդի որակի հետ կապված առաջնային խնդիրներից մեկը իհարկե մեր հանրային տրանսպորտի շարունակական զարգացումն է։ Եվ մասնավորապես առաջին հերթին 249-18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումը, որը որ էականորեն պետք է բեռնաթափեն քաղաքի կենտրոնը, որովհետև դրան զուգահեռ մենք պետք է դիտարկենք մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումներ, որովհետև եւ Երևան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետությունում մարդատար ավտոմեքենաների քանակը տարեցտարի ավելանում է եւ դա իհարկե լավ նշան է այն առումով, որ ֆինանսական տեսանկյունից ավելի շատ հնարավորություն ունեն մարդիկ ավտոմեքենա ձեռք բերելու, բայց որոշ դեպքերում արդեն ստացվում է, որ մի ընտանիքում մեկ ավտոմեքենայի փոխարեն կա 2, 3, 4, չգիտեմ, քանի։ Եվ իրականում այդտեղ պետք է կարողանանք որոշակի տրամաբանությամբ հանրային տրանսպորտին ապահովելով առաջնահերթություն, ավելացնելով շարժակազմերը, որոշակի սահմանափակումներ մտցնենք փոքր կենտրոն մուտքի հետ կապված մարդատար ավտոմեքենա։ Հիմա օրինակի համար ասեմ, մեր մեկ ավտոբուսի մեջ տեղավորվում է 26-ին դա նախատեսվում է։ 2026-ին դեռևս այս ավտոբուսները Երևանում չեն լինելու։ Ես դրա համար եմ ասում զուգահեռ պետք է իրականացվեն, այսինքն հենց ամբողջական մենք շարժակազմերը ունեցանք հանրային տրանսպորտի բարեփոխման տրամաբանությամբ, մենք պետք է դիտարկենք որոշակի սահմանափակումներ մարդատար ավտոմեքենաների։ Մարդատար ավտոմեքենաների տենց միջինացված քանակը մի մարդ է նստում։ Հիմնականում կամ մի մարդ է նստում կամ երկու մարդ է նստում։ Մեկ ավտոբուսի մեջ մենք մինչև այդ 18-ները չեմ ասում, երես 12 մետրանոցների մեջ մոտավորապես մինչև 100-120 մարդ կարող է տեղավորվել։ Եվ իրականում ստացվում է, որ մեկ ավտոբուսի մեջ ավտոբուսի տարողունակությունը հավասարազոր է 60-ից 80 մարդատար ավտոմեքենայի։ Այսինքն արդեն պարզա չէ տրամաբանությունը, որ մեր 250 ավտոբուսները, որոնք որ մոտավորապես 100 ավտոմեքենայի քանակ ունեն, փոխարինում են այս 250-ը 25000 ավտոմեքենա։ 25000։ Խնդրում եմ այդ թիվը ֆիքսենք, էլի։ Այսինքն 250 մեր ավտոբուսները 18 մեքենա, պատկերացրեք 25000 ավտոմեքենա դուրս եկավ քաղաքից։ Այս հնարավորությունը ստեղծում է քաղաքը։ Եվ հետևաբար նաև շատ տրամաբանական է լինելու այդ ժամանակ որոշակի նոր կանոնների ֆիքսումը, որովհետև ասում եմ, մի օր մենք ուղղակի բոլորս դուրս ենք գալու մեր բակերից մեր ավտոմեքենաներով եւ չկարողանանք առաջ շարժվել, որովհետև տարեկան եթե 10-15000 ավտոմեքենա է ավելանում մեր շարժման մեջ Երևան քաղաքում, էլ չեմ ասում մարզերից նաև մտնող մեքենաները, այդ ուղղակի մի իրավիճակ է ստեղծում։ Ինչ ուզում ես արհեստական բանականություն դիր, ինչ ուզում ես դիր բոլոր խաչմերուկներում, չես կարող կառավարել խցանումները, եթե դու չունենաս որոշակի սահմանափակում քանակի հետ կապված։ Սա է տրամաբանությունը։ Եվ կոնդի թաղամասի։ Կոնդի թաղամասի հետ կապված մենք քանի որ մի գործընթաց իրականացնում էր քաղաքաշինության կոմիտեով մրցույթի կազմակերպման, այդտեղ կարելի ասել տենց շատ մեծ արդյունքներ չկարողացանք արձանագրել մրցութային, բայց հիմա փորձելու ենք երևի մասնավոր որևէ գործընկերոջ հետ նախնական էսկիզ տրամաբանությամբ ունենալ թաղամասի նախագիծ, որը որ հետագայում կդրվի մրցույթի։ Պարոն քաղաքապետ, դուք խոսեցիք մոտավորապես արդեն մայթերի մասին, գաղտնիք չէ, որ Երևանը մեղմ ասած հետիոտնի համար հարմար քաղաք չէ, եւ ունենք փողոցներ անգամ, որտեղ ամբողջ երկարությամբ չունենք մայթեր, չգիտեմ, օրինակ Նարդոս փողոցում ամբողջ զբաղեցված է բիզնեսների կողմից, մեքենաների կողմից, բայց հաճախ կարող են լինել դեպքեր եւ կարծում եմ այդպես են մեծամասամբ, որ այդ բիզնեսները ունեն սեփականության իրավունք, այսինքն ամեն ինչ օրինականացված է։ Այդ դեպքերում, պարոն քաղաքապետ, ինչպես է լուծվելու այդ մայթերի հարցը, որ այդ բիզնեսների եւ շահերը չտուժեն եւ մարդիկ մայթ ունենան։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում ձեր մատնանշած խնդրի հետ կապված մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք։ Մասնավորապես մենք փորձում ենք իրականացնել մայթերի
հիմնանորոգման կամ նորերի կառուցման ծրագրեր այն փողոցներում, որտեղ որ ամենաբարդն է եւ ամենադժվարն է։ Օրինակ, Մհեր Մկրտչյան փողոցում այս տարի իրականացնում ենք ամբողջական երկկողմանի մայթի կառուցում եւ շատ գեղեցիկ է իրականում, տենց կարող եք գնալ եւ տեսնել, այդ հատվածում մայթ որպես այդպեսին չի եղել, գոյություն չի ունեցել։ Եվ դա միշտ տեղի է ունենում ինչ որ մի բանի հաշվին, եւ դա տեղի է ունենում կամ ձեր մատնանշած փողոցի հաշվին, կամ դա տեղի է ունենում այդ բիզնեսների տենց արդեն իսկ նույնիսկ օրինականացրած տարածքների հաշվին, եւ տարբեր դեպքերում տարբեր է ընդհանուր առմամբ մենք բոլոր այն տեղերում որտեղ որ խնդիր է դրվում խնդիրը լուծելու այդ խնդիրը վստահորեն ինչ որ լուծումներ ստանում է եւ դրա հաշվին ինչ կարող է լինել այո կարող է փողոցի լայնքը նեղանալ եւ կարող է հետիոտնային հնարավորությունը ստեղծելու հաշվին ուղղակի տենց ավտոմեքենաների համար կանգառի հնարավորությունը այլևս չլինի եւ դա նորմալ է եւ տրամաբանական է որովհետեւ նորից կրկնեմ մեր առաջնային խնդիրը հետիոտնա անվասայլակով մարդն է մանկասայլակով մարդն է երկրորդի մասով էլ Երևան քաղաքում միայն վերջի տարվա ընթացքում 500 թեքահարթակներ են կառուցել ու ասեմ ավելին այդ թեքահարթակների կառուցումը մեկ ընդհանուր տրամաբանությամբ, այսինքն ինչ որ մի փողոցում եթե անվասայլակով դու սկսում ես շարժվել, պետք է ինչ որ մի կետի, տրամաբանական կետի հասնես։ Այսինքն այս էլ մեծ ծավալի աշխատանք արել ենք այս տարի։ Ну չեմ ասի, որ արդեն հետիոտնի եւ անվասայլակով մարդու համար շատ հարմարավետ է դարձել քաղաքը, բայց այդ ճանապարհով մեծ տեմպերով շարժվում